Ազգային ժողովը հյուրընկալել է Գերմանիայի Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման եւ խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհանես Ֆոլկմանի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերին նախ ընդունել է ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Նա ընդգծել է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը եւ այդ համատեքստում բարձր գնահատել Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունը։ Խորհրդարանի փոխնախագահը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, հետագա աշխատանքներին ու ծրագրերին։ Յոհանես Ֆոլկմանի գլխավորած պատվիրակության հետ կայացած հաջորդ հանդիպման ընթացքում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն արժևորել է Գերմանիայի հետ ընդլայնվող փոխգործակցությունը։ Նա խոսել է միջխորհրդարանական սերտ հարաբերություններից, ընդգծելով հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գնահատմամբ էլ հատկապես վերջին տարիներին խորացել է Հայաստան-Գերմանիա տարբեր մակարդակներում գործակցությունը։ Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերություններին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարևորել է Եվրամիության անդամ երկրի Գերմանիայի հետ տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը։ Ուրախ ենք գտնվել Հայաստանի ազգային ժողովում։ Վերջերս Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, եւ մենք ուրախ ենք, որ դրանք հաջողությամբ են ընթացել։ Հայաստանը գտնվում է եվրոինտեգրման ճանապարհին, եւ Գերմանիան այդ գործընթացում աջակցում է ձեր երկրին։ Կարևոր է քննարկել, թե ինչ կարող է Գերմանիան անել Հայաստանի համար։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը գերմանացի գործընկերների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան ոչ միայն Եվրոպական միության առանցքային պետություններից է, այլ հուսալի գործընկեր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման եւ խորհրդարանական կառավարման համակարգի կատարելագործման հարցում։ Որպես Հայաստանի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիական համայնքի ներկայացուցիչ, Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ պետությունը մեծ ջանքեր է գործադրում երկրում ապրող բոլոր էթնիկ եւ կրոնական համայնքների իրավունքների պաշտպանության, մշակութային ինքնության պահպանման ու հանրային քաղաքական կյանքին նրանց լիարժեք ներգրավման համար։ Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ Գերմանիան ունի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարուստ փորձ ու իրավական մեխանիզմներ։ Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել, հաշվի առնելով Գերմանիայում բնակվող մեծաթիվ եզդիական համայնքի գործոնը, ինչը լրացուցիչ կապող օղակ է երկու երկրների միջև։ Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների ու երկկողմ գործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ։ Այցի շրջանակում Յոհանես Ֆոլկմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։